իշխանության հետ։ Եթե լսել եք, համոզված եմ շատերը այնտեղ եղել եք եւ լսել եք, որ բողոքների պատճառը մարդկանց օրենքի չիմացությունն է։ Հիմա ունենք երկու տարբերակ։ Մեր կառավարման ժամանակ բողոքների պատճառը իրենց ասելով խնդիրներն են, այսինքն այն խնդիրներ մարդիկ բողոքում էին։ Իրենց կառավարման ժամանակ բողոքների հիմնական պատճառը օրենքի չիմացությունն է։ Ուզում հասկանամ, այն ժամանակ մեր ժողովուրդը օրենքները լավ գիտեին, բողոքում էին, հիմա իրենց օրոք արդեն մոռացան, չգիտեն այդ օրենքների մասին։ Այս վերաբերմունքը, անկեղծ ասած, դա արտացոլում է ամբողջ պետական կառավարման համակարգի վիճակը։ Ամբողջ։ Մարդուն հարց են տալիս, ես չեմ ուզում այդ սուբյեկտներին անդրադառնալ, ուղղակի հաշվի առնելով, որ իրենք են, շատ վատ է իհարկե, բայց իրենք են կարգավորում այդ ոլորտը, մարդուն հարց են տալիս, ասում են, ձեր կողմից նշանակված կառավարիչը սենց բան է հայտարարում, կամ սենց գործողություն է անում, ասում է, դե այդ արդեն իրեն պետք է հարցնեք, այն որ այն ժամանակ ասում է, չի տիրապետում իրավիճակի և չի կարող կառավարել իր կողմից նշանակված կառավարչին, նեղանում էին ինձանից։ Հիմա հեծի կողմից հայցեր են տրվում, սա առաջ անգամ են խոսում սրա մասին, տկենի, նույն հանձնաժողովի դեմ, մարդը գնում է այդ հայցերը հետ է դասում։ Այսինքն, հեծի բարի համբավի վերաբերյալ, շահեր կան, չէ, որոնք բախվում են։ Վերջինաշով հեծ ունի սեփականատեր և սեփականատերը իրավունք ունի հեծի բարի համբավի և այդ թվում նաև իր։ Հիմա օրենսդրական կարգավորումներով ես հնարավորություն են տվել, որ հեծի անունից հայցեր են տրվում, հեծի ժամանակավոր կառավարիչը գնում այդ հայցերը հետ է դասում։ Հասկանում եք աբսուրդը, որի իրավասությունը բացարձակ չունի, միգուցե օրենքով ինչ-որ կետի վրա հղում անելու, բայց բարոյական խնդիր կա այստեղ, դու հեծի կառավարիչն ես, դու էլ պետք է պաշտպանես հեծի բարի համբավը և հեծի իրավունքները։ Շատ վատ բան է տեղի ունենում, որ այն ինչի համար իբրև թե մեզ մեղադրում էին, վթարները այսպես կոծկելու, քանակը նվազեցնելու հետ կապված, մենք ինֆորմացիա ունենք ու շատ հստակ, որ մոտավորապես 40%-ով աճել է վթարների քանակը։ Հիմա հայտարարվում է, որ չի աճել։ Այսինքն, գոնե վիզուալ բոլորս տեսնում ենք ինչ է կատարվում, բայց ես ձեզ ամենայն պատասխանությամբ ասում եմ, բազմաթիվ անգամ ասել եմ, հեծում երկիշխանություն է։ Եվ մենք, սկեչի պես ասած, ամեն ինչ գիտենք։ Այդ պարագայում չեն կարող ոչ մի տեղ փախնել, բայց ամեն դեպքում կեղծեն հանձնաժողովն էլ բնականաբար, որից է բան իր ուշադրություն չի դարձնի, որի արդյունքում կունենանք այս վիճակը, համատարած սուտ, ուղղակի խաբելու և վարքաբեկելու հետ կապված։ Հիմա խոսում են կուտակային կայանների մասին, միջազգ ձեզ ասեմ, որ եթե այդ կուտակային կայանների համակարգը գործեց, մեր հաշվարկներով և մասնագետների հաշվարկներով մոտավորապես կրկնակի թանկանալու է արևային կայաններ, այդ ինքնավար արևային կայաններ դնելու արժեքը։ Բայց այստեղ ևս իրենց ապիկարությունը չեն ուզում ընդունել, որ 8 տարվա մեջ Հայաստան-Իրան 400 կՎ գիծը ուղղակի չեն հասցրել ավարտին։ Այդ պարագայում մենք ավելցուկ չենք ունենալու։ Բերում են Իսպանիայի օրինակը, Իսպանիան ձեզ ասեմ, եղել է առաջարկը պահանջարկից ավել, որի պատճառով 0 են նստել, այսպես տերմին կա, մասնագիտական։ Մեզ մոտ նույն խնդիրն է, բայց դրա մեղավորը միայն և միայն իրենք են, քանի որ արևային կայանների այդ աշճանի այսպես քվոտա տալը և իրենց դրած օրենքներով և կարգերով այդ հնարավորությունները նաև պետք է կանխատեսեն, որ առաջանալու է ավելցուկ, և այդ ավելցուկը պետք է կարողանային կամ պետական մակարդակով պահեստավորեն, հետո երեկոյան ժամերին կամ գիշերային ժամերին սպառեն, կամ պատրաստեն այդ գիծը և այդ գծով գնալ իմիջիայլոց Վրաստանի հետ էլ ունենք նույն հնարավորությունները, այսպես ռևերս գծով հոսանք տալու և մեզ պետք եղած ժամանակ վերցնելու։ Հիմա այդ ապիկարությունը փորձում են նորից գցել հասարակ մարդկանց վրա, մեզպես բոլորիս մահկանացուների վրա, որ արևային կայան դրանց նաև պետք է կուտակիչներ ունենան։ Ինչ վերաբերվում է արտադրող կայաններին արևային, սակագնի մեջ ներառված է բավականին մեծ գումար,
որ արևային կայանը անջատում են, որպեսզի այսպես ավելցուկ չառաջանա, այդ ժամանակ պետությունը պարտավորվում է փոխհատուցել անջատած արևային կայանի համար, որը սակագնի հետ միանշանակ փոխկապակցված է, այսինքն սակագնի մեջ է։ Այս ամբողջից ելնելով միանշանակ գալիս ենք այն համոզման, որ ուղղակի տեղի ունենում խաբերություն, մի քիչ ավելի քաղաքական կոնտեքստով ձեզ ասեմ, կապված վերջին ամերիկյան խոստումների հետ, այդ մոդուլային ատոմակայանների հետ, նախ ձեզ ուզում եմ տեղյակ պահեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 23 թվականին տրվել է առաջին լիցենզիան մոդուլային ատոմակայանի նախագիծ անելու եւ կառուցելու համար, 23 թվականին կանգնեցվել է շինարարությունը, որովհետեւ պարզվել է, որ իրականը նախագծից շատ ավելի թանկ է ստացվում, այսինքն այդ անգամ այդ 5+4 միլիարդը եւս հստակ թիվ չի։ Երկրորդը, ոչ ոք չի ասում դա վատ բան է, մենք ընդհանրապես ասում ենք, որ շատ սխալ է անում, որ այդ պետությունը չունի այդպիսի արած ինչ-որ մի բան, կառուցած մոդուլային ատոմակայան, որ դու գնաս տեսնես ոնց է աշխատում, ընդհանրապես իմ ինֆորմացիայով աշխարհում մոդուլային ատոմակայան դեռևս ցանցին կպած չկա։ Կա ռուսական, որը ցանցին կպած ինքնավար աշխատում է, իմ ինֆորմացիայով, հստակ չեմ ուզում ասեմ, բայց դա շատ նոր այսպես գիտություն է, որը դեռևս պետք է հղկվի, նոր մենք մտնենք, այսպես ասած, այդ պարտքի տակ։ Եվ ամենակարևոր հանգամանքը ոչ մեկ չի խոսում ինքնարժեքի մասին։ Մեր հաշվարկներով, եթե վճարվի այդ 9 միլիարդը 5 ատոմակայանի համար եւ 4 միլիարդը սպասարկում, եթե չեմ սխալվում, ինքնարժեքը լինելու է 60-ից 80 դրամ։ Այսինքն, այդ դեպքում կամ դա պետք է ուղղակի կառուցվի չաշխատի, որովհետեւ ինքնարժեքը թանկ է, կամ պետք է սակագինը թանկացվի, որովհետեւ արտադրվող էլեկտրոէներգիան արդեն ինքնարժեքը թանկ է, եւ երրորդ տարբերակը պետք է սուբսիդավորվի պետբյուջեից, թաքուն, չգիտեմ, կամ օֆիցիալ ինչ-որ ճանապարհներով։ Մեր վերջի հանդիպման ժամանակ, եթե հիշում եք, մի այսպես հարց հնչեցրեցի, որի պատասխանը մինչև այսօր չեն տվել, որպեսզի 26 թվականի սակագինը պահեն նույնը, էներգոհամակարգում այսպես բալանս գոյություն ունի։ Կարող է հեծը ունենալ պլյուս, ինչ-որ գումար, ատոմակայանը մինուս, իրանք ընդհանուր բալանսով հասկանում են։ Երեք տարբերակ է, կամ պետք է թանկացվի, կամ պետք է իջնի, կամ պետք է մնա նույնը։ Հիմա ատոմակայանի համար նախատեսել են մոտարապես 13 միլիարդ ինչ-որ այլ ֆինանսական եկամուտ։ Միջև այսօր չեն կարող բացատրել, թե այդ այլ ֆինանսական, մենք ունենք մեր կասկածները, բայց որովհետեւ մերկապարանոց չհնչի, թող իրենք բացատրեն որտեղից։ Որ այլ տեղից այդ ֆինանսական միջոցները վայրեջան ուղղորդվում է, որպեսզի այսպես ցույց չտան, որ սուբսիդավորում կա, չեմ կարող ասել ինչ ճանապարհներով դա կլինի, բայց ինչ միգուցե, չէ, վարկային ուրիշ բանել են արա, ատոմակայանը պարտավորություն ուներ վարկային, հետաձգել են վարկային պարտավորությունը, դա այլ խնդիր է, վերջինաշով այդ վարկը պիտի մարվի։ Մենք ունենք հիմնավոր կասկած, որ ամեն ինչ արվել է, որպեսզի 2026 թվականի միջև ընտրությունները սակագինը չթանկանա։ Այդ իսկ պատճառով, այսպես միանշանակ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո թանկանալու է հոսանքի սակագինը։ Նորից նույն գործելավոճի մեջ են այս մարդիկ, ամեն ինչ անել, հիշում եք, չէ՞, մինչև 21 թվականը ինչ էր կատարվում, ընդհանուր բիզնեսի մնացածի հետ, հիմա արդեն ընտրությունից հետո ինչպես խստացավ իրենց վերաբերմունքը հենց իրենց ընտրողների, հպարտ քաղաքացիների եւ վարչապետերի նկատմամբ։ Կարծում եմ նույնը ավելի վատ ձևով սպասվում է 26-ից հետո։ Հիմա ճիշտ ասած ավարտեցի, խնդրեմ։ Այս անգամ չեմ ասել, որ իրենք մի բան անում են, գալիս է հաջորդողացի ցեկալիս երկում է, որ այսինքն հիմնավորված ենք եկել այս անգամ։ Որովհետև այն ինչ որ պետք է հերքեք երեք ՀԿՀ նախագահը իր շուտերով հաստատած, որ այսինքն իր հետի վերցրած բարկերը, մնացած բարկերը չեն մտնում սակագնի մեջ։ Հիմա դուք նաև այսպիսի
հենց հայտարարությունների համար եք դիմել դատարան, նախկին որպես կառավարիչներ խնդրելով դատարանի պարտավորությունը, որպես նույն Գևորգ Բաղրամյանը, Կասեմ Վահագն Ալեքսանյանը նույնիսկ իրենք այսօր ներողություն խնդրեն զրպարտելու համար։ Հիմա եթե հետի ներկայիս կառավարիչները ժամանակավոր իրենք հետ են վերցել այդ հայտերը, ինչ է լինելու դրանց շրջապատը։ Այսինքն մեր միամիտին տեղ չդնենք, էլի, դուք էլ ասացիք, որ երկի շանսի terrorվարդություն, հետևաբար իրենք ոչ թե կարելի ասել հետի անունից հայտնեն հետ վերցել, այլ հետի նախկին կառավարիչների հայտնեն հետ վերցել, որովհետեւ դրանով absoluտ որպես պաշտպան ձեր բարի համբավն ու արժանապատվությունը, հեղինակությունը։ Հիմա հնարավոր է սա այլ հայտներ կայացնում, նաև հենց վերջին պետական նախագահի հայտարարությունը, որ հաստատել սխալ է Պապոյանը սխալ է այդ պետական շարունակությունը։ Ճիշտ ասած, Ալեքսանյանի ձեր կողմից նշված անձանց դեմ հայցը տեղյակ չեմ հետը վերցրել թե չէ, ենթադրում եմ, որ կվերցնի, որովհետև նույն այդ թեմայի մեջ է, այսպես ասած, ես ասացի տկենի դեմ և հանձնաժողովի դեմ հայցերի մասին, խոսքը ձեր ասացի վերաբերյալ ինֆորմացիա չունեմ, միանշանակ ճիշտ եք, որովհետև գիտեք, ընկերությունը ընդհանրապես բարի համբավը ընկերության չի նշանակում նախկին ներկա, այստեղ էլ է նախկին ներկա ուզում անել, վերջին հաշվով դու կառավարիչ ես այն ընկերությունում, որի բարի համբավի խնդիրը կա։ Հիմա եթե այդ բարի համբավը քո ղեկավարած ընկերության քո համար միևնույն է, նշանակում է ևս մեկ անգամ հաստատում, որ այդտեղ կա քաղաքական նպատակ, այլ պարագայում այդպիսի բան չէր արվում։ Իրենք ասում են նախկինում ձեր օրով իրենց խոսքերով լավը չէր համբավը, հիմա եկել են վերականգնել։ Միջազգ տենց հայտարարություն էլ եղավ երեկ, որ գնահատում եմ շատ լավ եւ այլ, փաստորեն 40% վթարներ աճած կառավարումը ավելի լավ է, քան 40% պակաս վթարներով նոր գիտություն է ստեղծվում, ինչ-որ նոր անդրահանբանական չեմ կարող դրան ասել, բայց իրենց բոլոր քայլերը բերում են նրան, որ միանշանակ քաղաքական է։ Ես անկեղծ ասած, այստեղ գալուց առաջ մտածում էի, ինչ տոկոս ունենք այսպես ժողովրդի մաս, ինչ տոկոսն է, որ դեռևս չի պատկերացրել, բայց ամեն դեպքում իմ պարտքն եմ համարում ամեն անգամ դա ասել։ Բավականին մեծ թվով մարդիկ, այդ թվում նաև մեր աշխատակիցները, ինչ եմ ասում, որովհետև մենք համարում ենք մեր աշխատակիցները, մեր գոլեգաները, մեր գործընկերները, բոլորը հասկանում են ինչ է կատարվում։ Հիմա եթե իրենք որոշել են այսպես մենք տանք իրանք հետ վերցնեն, դրանով էլ է պարզ դառնում ամեն ինչ։ Յուրաքանչյուր իրենց քայլ հետի հետ կապված հիմնավորում է այն փաստը, որ իրենք բազմաթիվ անգամ ասել եմ, չեմ զլանում ևս մեկ անգամ ասել։ Դիմացի բառը չասեմ, բայց վախում եմ Սամվել Կարապետյանից։ Այսինքն եւ հասարակության շրջանում եւ ընդհանրապես տարբեր մանիպուլյացիաների միջոցով սա կարող է, սա չի կարող, չի աշխատում, որից իրենք շատ նյարդայնանում են եւ լուրջ սխալներ են թույլ տալիս։